Հարգարժան կառավարություն, հարցս ուղղում եմ շրջակա միջավայրի նախարար պարոն Համբարձում Մաթևոսյանին։ Հարգելի պարոն Մաթևոսյան, Արարատյան դաշտի, Արարատի եւ Արմավիրի մարզերի համայնքներում առկա են դեռևս խորհրդային տարիներին, ինչպես նաև 91-ից 2022 թվականներին հորատված եւ յուղատնտեսական նշանակության հողամասերը ոռոգելու նպատակով որոշ բնակավայրերում նաև կենցաղային նպատակով օգտագործվող խորքային հորեր, որոնք դեռևս չունեն ջրօգտագործման թույլտվություն։ Նշեմ, որ այդ խորքային հորերի մեծ մասը հորատված են համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերում եւ դրանցից սնվում են տարբեր տարիների պետության եւ համայնքային միջոցներով կառուցված ոռոգման համակարգեր, որոնց միջոցով ոռոգվում են հազարավոր հեկտար հողամասեր։ Հայտնի է, որ ջրային օրենսգրքի 37.1 հոդվածի 13-րդ կետի կիրառումն ապահովելու նպատակով պատկան մարմինների կողմից իրականացվում է ջրօգտագործման թույլտվություն չունեցող խորքային հորերի կոնսերվացման գործընթաց, որում ընդգրկված են նաև նշված համայնքի տնտեսական կայունությունն ապահովող, մշակվող հողատարածքների Տիկին Այվազյան, մի քիչ միկրոֆոնը հեռու պահեք, խնդրում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Հողատարածքների ոռոգման մշակվող հողատարածքների ոռոգման համակարգերը սնող խորքային հողերի կոնսերվացումը։ Այդ աշխատանքներն իրականացման արդյունքում հազարավոր տնտեսություններ զրկվելու են իրենց հողամասերը ոռոգելու հնարավորությունից, ինչը գյուղատնտեսական տարածաշրջաններ համարվող Արարատի եւ Արմավիրի մարզերի համայնքների համար կարող են դառնալ լուրջ հիմնախնդիր իր բոլոր բացասական հետևանքներով։ Հարցս հետևյալն է. հնարավոր է ջրավազանային կառավարման պլաններում կատարել փոփոխություններ եւ համայնքների կողմից հստակ հիմնավորումներով ներկայացվող ոռոգման համար խիստ անհրաժեշտ որոշ բնակավայրերում կենցաղային նպատակով խորքային հորերին տրամադրել ջրօգտագործման թույլտվություն։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, համեցեք պարոն Մաթևոսյան։ Խնդրեմ։ Շնորհակալություն, Տիկին Այվազյան, Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի նոր ջրահատումների համար եւ նոր խորքային հորերի արգելքա գործող օրենսդրության մեջ, սակայն եթե կամ փաստական տվյալներ կամ փաստեր, որոնք որ խորքային հորերը դեռ խորհրդային շրջանից են, ապա հնարավորություն կա նոր ջրային թույլտվություններ տրամադրելու։ Արգելքով օրենքով է սահմանված, մենք ավել գործառույթ չունենք։ Այստեղ հարցը հին նորից եմ կրկնում, այն արտիզյան հորերի մասն է խոսքը, որոնք երկար ժամանակ արդեն հորատված են եղել։ Ուզում եմ երկրորդ հարցը եւս շարունակել, ավելացնեմ, որ կան համայնքներ, որտեղ սուբվենցիոն համապատասխան գերատեսչությունների կողմից հաստատված ծրագրով կառուցվել են ոռոգման համակարգեր, որոնք պետք է սնվեն նույն ծրագրի մեջ ընդգրկված նոր այստեղ արդեն նոր հորատված հորատանցքից, սակայն ջրային օրենսգրքի վերոնշյալ սահմանափակումների պատճառով ջրօգտագործման թույլտվությունը չի տրամադրվել եւ նշված աշխատանքները ավարտին փաստորեն չեն հասցվել։ Հարյուրավոր հեկտար հողամասեր զրկելով ոռոգման հնարավորությունից։ Ավելացնեմ, որ այն համայնքներում մասնավորապես Արտաշատ քաղաքի, որտեղ այս հարցը ստացել է լուրջ եւ հետեւողական վերաբերմունք, ժամանակին տրամադրվել են ջրօգտագործման թույլտվություններ։ Իսկ հակառակ դեպքում տուժում են ջրօգտագործողները, հատկապես գյուղացիները, որոնց համար այդ ջրի բացակայությունը կենսական նշանակության հարց է։ Շնորհակալություն, Տիկին Այվազյան, կարծում եմ հարցին պատասխանեցի, խոսքը օրենսդրության սահմանափակումները վերաբերվում են նոր խորքային հորերին, այսինքն եթե նախկինում գործող խորքային հորեր են եղել, որոնք չունեն ջրթույլտվություններ եւ կամ փաստական տվյալներ, որոնք դրանք նախկինում գործել են, հնարավորություն կա նորից ջրային թույլտվություններ տրամադրելու համար։ Այսքան շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։